Իրանական տանկերները վերջին 2 ամիսների ընթացքում առաջին անգամ վերսկսել են հում նավթի արտահանումը։ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև շրջանակային համաձայնության հայտարարությունից հետո Tanker Trackers ընկերության տվյալներով արդեն իրականացվել է նավթի 2 խմբականակի արտահանում, ինչը հաստատվել է արբանյակային դիտարկումներով։ Ըստ նույն աղբյուրի Իրանի ազգային տանկերային ընկերության առնվազն 2 սուպերտանկեր տեղափոխել է մոտ 3.8 միլիոն բարել հում նավթ, անցնելով ԱՄՆ ռազմածովային շրջափակման գիծը։ Թրամփը ըստ Politico-ի պատրաստ է ուժեղացնել Ռուսաստանի նկատմամբ ճնշումը Ուկրաինայի պատերազմի ավարտի նպատակով, սակայն դրա դիմաց եվրոպական երկրներից պահանջում է աջակցություն Հորմուզի նեղուցի ականազերծման հարցում։ G7-ի փակ քննարկումներում եվրոպացի առաջնորդները նշել են, պատրաստ են ներգրավել գործընթացում, սակայն միայն որոշակի պայմաններով եւ իրավական համաձայնությունների շրջանակում։ Չնայած քննարկումներում վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտնել է լավատեսություն։ Թրամփը միաժամանակ հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների հնարավորության մասին, ընդգծելով, որ Ռուսաստանը պետք է համաձայնագիր կնքի։ G7-ի առաջնորդները համաձայնել են մեծացնել Ուկրաինային տրամադրվող հակաօդային պաշտպանության համակարգերի հակահրթիռների եւ հեռահար սպառազինության մատակարարումները։ Հռչակագրում նշվում է նաեւ հնարավորության դիտարկումը Ուկրաինայում այդ զենքերի արտադրության լիցենզիաների ստեղծման վերաբերյալ։ Միաժամանակ նախատեսվում է ամրապնդել Ուկրաինայի էներգետիկ համակարգը, ձմռանը ընդառաջ հաշվի առնելով ռուսական հարվածների ինտենսիվությունը։ G7-ը վերահաստատել է իր աջակցությունը ուկրաինական բանակին եւ երկրի դիմադրությանը, ընդգծելով մարտադաշտում նոր թափի առկայությունը։ Չինաստանի արտգործնախարար Վանին հայտարարել է, ՄԱԿ-ը շարունակում է մնալ կարևոր միջազգային կառույց, սակայն նրա հեղինակությունն ու ազդեցությունը լիարժեք չեն իրացվում։ Նրա խոսքով միջազգային համակարգում բազմակողմանիության թուլացումը պայմանավորված չէ ՄԱԿ-ի անարդյունավետությամբ, այլ դրա որոշումների չիրագործմամբ։ Վանին ընդգծել է, ջունգլիների օրենքի վերադառնալու վտանգը աճում է այն պատճառով, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը բավարար չափով չի պահպանվում։ Նա կոչ է արել ակտիվորեն ուժեղացնել կազմակերպության դերը համաշխարհային համաձայնության ձևավորման եւ գլոբալ մարտահրավերների համատեղ հաղթահարման նպատակով։ Ուկրաինայում Եվրամիության դեսպան Կատարինա Մատերնովան հայտարարել է. 2030 թվականի իրատեսական ժամկետը երկրի Եվրամիությանը միանալու համար։ Նրա խոսքով Ուկրաինան արդեն ցույց է տվել պատրաստակամություն կատարել անդամակցության պահանջները, սակայն գործընթացը պահանջում է խորքային օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ։ ԵՄ-ի կողմից բացվել են բանակցային կլաստերներ, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ, սկսած իրավունքի գերակայությունից մինչև պետական կառավարման համակարգ։ Դեսպանը նշել է, ներկայում ընթանում են տեխնիկական բանակցություններ, որոնք պետք է ապահովեն եվրոպական չափանիշներին համապատասխանեցում։ ԱՄՆ վարչակազմում քննարկվում է Հորմուզի նեղուցով նավերի տեղաշարժի վերահսկման նոր մեխանիզմի ներդրումը, որը կարող է ներառել վճարովի VIP անցագրի համակարգ։ Առաջարկը նախատեսում է նավերի արագացված անցում ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղեկցությամբ։ Նպատակը նավաստիների եւ ապահովագրական ընկերությունների վերադարձն է այս երթուղի տարածաշրջանային լարվածության պայմաններում։ Չնայած ԱՄՆ նախագահի հայտարարությանը, որ նեղուցը բաց է, շուկայի մասնակիցները շարունակում են զգուշավորություն ցուցաբերել։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի պատրաստվում առաջադրվել երրորդ ժամկետի համար։ Նշվում է, այս որոշման մասին տեղեկությունը փոխանցվել է փակ հանդիպումների ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։ Ըստ աղբյուրների, հայտարարության նպատակն է նվազեցնել մտահոգությունները կառավարման կենտրոնացման վերաբերյալ։ Չնայած պաշտոնական ժամկետների սահմանափակում գոյություն չունի, հաջորդ ընտրություններին նա կլինի մոտ 70 տարեկան։ Լրատվամիջոցները նաև հայտնում են, Եվրահանձնաժողովը քննարկում է նոր կառույցների ստեղծում, որոնք կարող են փոխել ներքին իշխանական բալանսը։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, երկիրը կարող է մինչև 2026 թվականի վերջը արտադրել առնվազն 10 միլիոն անօդաչու սարք։ Նրա խոսքով Ուկրաինան ունի հնարավորություն այս ցուցանիշը կրկնապատկելու, հաշվի առնելով ռազմական տեխնոլոգիաների զարգացման արագ տեմպերը։ Զելենսկին ընդգծել է, երկրի Miltech ոլորտը զգալի աճ արձանագրել, ներառելով արհեստական բանականության եւ ռոբոտատեխնիկայի կիրառումը։ Բլումբերգի տվյալներով Թրամփը փոխել է իր մոտեցումը Ռուսաստանի նկատմամբ, ընդունելով Մոսկվան չի կարող հաղթել պատերազմում։ G7-ի ներսում ձևավորվել է կարծիք, որ Ուկրաինայի դիրքերը վերջին շրջանում ամրապնդվել են։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թրամփի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է պատերազմի հետևանքները ցույց տվող լուսանկարներ, ինչը մեծ ազդեցություն է ունեցել ԱՄՆ նախագահի վրա։ Արևմտյան առաջնորդները նշել են, տնտեսական ճնշումը Մոսկվայի վրա արդեն զգալի ազդեցություն ունի։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ուկրաինական Combat Bot 90 դեսանտային նավի ոչնչացման մասին։ Գործողությունն իրականացվել է ավիացիայի անօդաչու սարքերի եւ հրետանու համատեղ հարվածների միջոցով։ Ռուսական կողմի տվյալներով հարվածներ են հասցվել նաեւ Ուկրաինայի ռազմաարդյունաբերական եւ էներգետիկ ենթակառուցվածքներին։ Նշվում է, թիրախավորվել են նաեւ զինամթերքի եւ վառելիքի պահեստներ, ինչպես նաեւ ռազմական տեխնիկայի հավաքման կետեր։ Բացի այդ, հարվածներն արձանագրվել 146 տարբեր տարածքներում տեղակայված ռազմական խմբավորումների ուղղությամբ։ Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը, դեպքը եղել է ժամը 12:00-ի սահմաններում բախվել են Mercedes Sprinter եւ Hyundai County մակնիշի ավտոմեքենաները։ Ավտոբուսում եղել է 18 ուղևոր, հիմնականում երեխաներ, ովքեր Տելակամարային ճամբարից ուղևորվում էին Կարինգյուղ էքսկուրսիայի։ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա եւ 6 մեծահասակ։ Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները եւ դուրս են գրվել, կազմակերպվել է 3 երեխայի տեղափոխումը Երևան դրա հետազոտման։ Բժիշկների գնահատմամբ կյանքին սպառնացող վտանգ առկա չէ, նշում են առողջապահության նախարարությունից։ Սոցիալական խոցելի բնակիչների համար Հայաստանում կսահմանափակվի հասանելիությունը Արցան շահումով խաղերին։ Իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանի կողմից մշակված խաղային գործունեության կարգավորման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ազգային ժողովը հաստատել է երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ։ Մասնավորապես առաջարկվում է արգելել խաղալը պետական սուբսիդիաներ ստացող քաղաքացիներին, սոցիալական նպաստ ստացողներին, բացի թոշակից այլ եկամուտ չունեցող կենսաթոշակառուներին, սնանկության գործընթացի մասնակիցներին, ինչպես նաեւ բարձր վարկային բեռ ունեցող անձանց։ Պաշտոնապես սկսվեց Արծիվ գործընկեր 2026 զորավարժությունը։ Այս մասին հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։ Այնտեղի կունենա հունիսի 17-ից 25-ը Հայաստանում։ Սա արդեն 4-րդ ամենամյա զորավարժությունն է, որը հիմնված է հայ-ամերիկյան երկարամյա պաշտպանական համագործակցության վրա եւ աջակցում է միջազգային խաղաղապահ առաքելություններին նախապատրաստման հարցում։ Այս տարի Արծիվ գործընկերն ընդլայնում է մասնակիցների շրջանակը եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողներից զատ մասնակցում են նաև Ֆրանսիայի եւ Հունաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամին։ Ալիևն ընդգծել է, որ Դոնալդ Թրամփի իշխանության վերադառնալուց հետո ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված Ադրբեջանի եւ ԱՄՆ նախագահների ջանքերին, նշվել է, որ կողմերը մեծ կարեւորություն են տալիս միջպետական հարաբերությունների զարգացմանը։ Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում Դոնալդ Թրամփի ունեցած դերին, ինչպես նաեւ Թրիպ-Միջանցկի ստեղծմամբ տարածաշրջանային տրանսպորտային կապերի ընդլայնման հեռադկարներին։ Եթե Իսրայելը չդադարեցին Լիբանանի հարավում իրականացվող հարձակումները, Իրանի զինված ուժերը խոստանում են կոշտ պատասխան տալ։ Իրանի զուգենտրոնական շտաբը հայտարարել է հրադադարի մասին ԱՄՆ նախագահի հայտարարություններից հետո Իսրայելը 84 անգամ խախտել է պայմանավորվածությունները։ Թեհրանը պնդում է վերջին 2 օրերին շարունակվել են հարվածներ Լիբանանի տարածքում։ Հայտարարության մեջ ընդգծվել է Իսրայելի գործողությունների շարունակությունը չի մնա անպատասխան։ Իրանի զինված ուժերը զգուշացրել են տարածաշրջանում իրավիճակը կարող է կրկին կտրուկ սրվել։ Իսրայելը դիմել է Վաշինգտոնին, խնդրելով ծանոթանալ Իրանի հետ նախատեսվող համաձայնագրի բովանդակությանը, սակայն մերժում է ստացել։ Իսրայելում դժգոհություն կա, քանի որ փաստաթղթի մանրամասների մասին տեղեկություններ են ստացվում միայն երրորդ կողմերից։ Ավելի վաղ հաղորդվել էր Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը եւ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը կմասնակցեն հակամարտության ավարտի վերաբերյալ հուշագրի ստորագրմանը։ Թել Ավիվում մտահոգված են գործողությունից դուրս են մնում առանց բավարար տեղեկատվության։ ՆԱՏՕ-ն որոշել է հակաօդային պաշտպանության համակարգ տեղակայել Թուրքիայի Կոնիա նահանգում։ Քայլը պայմանավորված է տարածաշրջանում պահպանվող լարվածությամբ։ Համակարգի տեղակայումը համաձայնեցվել է դաշնակիցների հետ խորհրդակցությունների արդյունքում։ Նախատեսվում է այն կուժեղացնի Թուրքիայի օդային տարածքի պաշտպանության հնարավորությունները։ Համակարգի տեսակի եւ գործարկման ժամկետների մասին առայժմ պաշտոնական տվյալներ չեն հրապարակվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ համաձայնագրի տեքստը կուղարկի կոնգրեսի քննարկմանը։ Նրա խոսքով աջակցում են նաև ընթացակարգին։ Միաժամանակ Թրամփը նշել է, կոնգրեսը հաճախ դեմ է արտահայտվում իր նախաձեռնություններին։ Ամերիկացի առաջնորդը վստահեցրել է ցանկանում է համաձայնագիրը դարձնել առավել թափանցիկ։ Նա նաև ակնարկել է, օրենսդիրների հետ նոր տարաձայնություններ կարող են առաջանալ։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի եւ Խորհրդանի ղեկավար Նաբիհ Բերիի հետ։ Քննարկվել են տարածաշրջանային զարգացումները։ Արաղչին ընդգծել է Իսրայելի հարձակումները Լիբանանի դեմ պետք է ամբողջությամբ դադարեցվեն։ Լիբանանի ղեկավարությունը ողջունել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնագրում Լիբանանին վերաբերող դրույթների ներառումը։ Կողմերը քննարկել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ ԱՄՆ Սենատը չի ընդունել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ բանաձևը։ Փաստաթղթին դեմ է քվեարկել 47 սենատոր, դեմ 48-ը։ Հանրապետականներից 4-ը պաշտպանել են նախաձեռնություն, իսկ դեմոկրատներից միայն մեկը դեմ է արտահայտվել։ Չնայած ԱՄՆ սահմանադրությունը պատերազմ հայտարարելու իրավունքը վերապահում է Կոնգրեսին, վերջին տարիներին նախագահները լայնորեն են օգտագործել ռազմական ուժ կիրառելու լիազորությունները։ Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը հայտարարել է իսրայելական ուժերը չեն հեռանա Լիբանանից։ Նրա խոսքով նահանջ չի լինի ոչ ուրբաթ ոչ էլ դրանից հետո։ Սմոտրիչը շեշտել է Իսրայելը պահպանում է լիակատար ռազմական ազատություն Լիբանանի տարածքում։ Նա նշել է Հեզբոլլահի զինաթափումը մնում է գլխավոր պայմանը։ Նախարարի խոսքով Իսրայելը պատրաստ է երկարաժամկետ ներկայության հարավային Լիբանանում։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը հայտարարել է Իրանի հետ համաձայնությունը միայն երկկողմ փաստաթուղթ չէ։ Նրա խոսքով այն ներառելու է Իսրայելը, Լիբանանը եւ Պարսից ծոցի երկրները։ Վենսը դա անվանել է տարածաշրջանային խաղաղության համաձայնագիր։ Նա նշել է գործարքը նախատեսված է երկարաժամկետ կայունության ապահովման համար։ Ճապոնիայի իշխող կոալիցիայի մաս կազմող Ճապոնիայի նորացման հասարակություն կուսակցությունը հանդես է եկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերանայման օգտին։ Կուսակցությունը նաև առաջարկել է երկրի ռազմածովային ուժերը գիզինել ատոմային սուզանավերով։ Փաստաթուղթը նախատեսում է ներկայացնել վարչապետ Սանաե Տակաիչիին։ Ներկայում Ճապոնիայում գործում են 3 ոչ միջուկային սկզբունքները։ Կուսակցությունը առաջարկում է պահպանել դրանցից 2-ը, սակայն հրաժարվել միջուկային զենքի ներկրման արգելքից։ ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտարարել է Իրանը պետք է փոխի իր վարքագիծը, եթե ցանկանում է հասնել տնտեսական բարգավաճման։ Նրա խոսքով այդ դեպքում իրանական ժողովուրդը կարող է ստանալ ավելի մեծ հնարավորություններ։ Վերջինս շեշտել է Վաշինգտոնը պատրաստ է համագործակցության, եթե իրանական ղեկավարությունը փոխի իր քաղաքականությունը։ Առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում Փամբագետում ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է հունիսի 15-ից որոնվող 2018 թվականին ծնված Նարէն Մարտիրոսյանի մարմինը։ Վերջինս գետն ընկած 2 քույրերից մեկն է։ Նշենք, որ հունիսի 15-ին ժամը 14:45-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել երեխայի խեղդվելու վերաբերյալ, այնուհետև ժամը 17:05-ին ստացվել էր մեկ այլ ահազանգ, որ 7 եւ 13 տարեկան 2 երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել եւ չեն հասել նախատեսված վայր։ 2 օր շարունակ որոնողական աշխատանքներ էին իրականացվում։ Այսօր արդեն հայտնաբերվել է քույրերից մեկի մարմինը, մյուսին շարունակում են որոնել։ Արդարադատության նախարար Սրփ Իգալյանը հունիսի 23-ից 26-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 14-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։ Որոշումը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։ Գործուղումից վերադառնալուց հետո երրորդյա ժամկետում Գալյանը Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի։ 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Ադրբեջանը Հայաստանի արտահանել 11.2 միլիոն դոլարի ապրանք, հայտնում է երկրի մաքսային կոմիտեն։ Վիճակագրության համաձայն միայն մայիսին ադրբեջանական արտահանումը Հայաստան կազմել է 1.6 միլիոն դոլար։ Միևնույն ժամանակ նշված ժամանակահատվածում Հայաստանից Ադրբեջան անուղղակիորեն արտահանվել է ընդամենը 960 դոլարի ապրանք, մայիսին Հայաստանից Ադրբեջան արտահանում չի գրանցվել։ Նշվում է, որ Ադրբեջանը Հայաստանի արտահանում բենզին եւ դիզելային վառելիք։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովը կքննի այսօր ժամը 15:00-ին։ Գլխավոր դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն է ներկայացրել Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի, դաշինքի ներկայացուցիչներ Ասատուր Քոչարյանի եւ Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության համար։ Գեներալ լեյտենանտ Իրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվել։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավորանի Դանիելյանի նախագահությամբ մերժել է քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը։ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության հիմքում մասնավորապես դրվել է քրեական հետապնդման ժամկետների խախտման հարցը։ Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը, այս մասին հայտնել է ԱՊԱ գործակալությունը։ Նշվում է, թե յուրաքանչյուրին տրամադրվել են թարգմանիչներ, ինչպես նաև փաստաբաններ իբր պաշտպանության համար։ Նախագահող դատավորը հիշեցրել է, որ նախորդ նիստում պաշտպանության կողմին ժամանակ էր տրվել իրենց ելույթները պատրաստելու համար։ Հաջորդ շինծու դատական նիստը տեղի կունենա հունիսի 23-ին։
Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշարք տալու ստանալու հերթական դեպքերը։ Կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու եւ աջակիցներ հավաքագրելու պայմանով Սպիտակ համայնքի Գոգարան, Բնակավայրի եւ Հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշարք դեպքի առթիվ։ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձին, կատարվել են վարույթային գործողություններ։ Հայաստանից Ռուսաստան որոշ սննդամթերքի մատակարարումների նկատմամբ սահմանափակումները կապված են բացառապես հայտնաբերված խախտումների հետ եւ քաղաքական պատճառներ չունեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսական վերահսկողության ծառայության Ռոսախոսնաձորի ղեկավար Սերգեյ Տանկվերտը։ Ես չեմ տեսել որևէ նախագահի, որը չասի, թե սահմանափակումները քաղաքականացված են, բայց այս դեպքում խոսքն այլ բանի մասին է։ Մենք տարիների ընթացքում աշխատել ենք այդ ձեռնարկությունների հետ, ունենք լաբորատոր փորձաքննությունների արդյունքներ, մատակարարումների վերաբերյալ տվյալների եւ արձանագրված խախտումներ, ասել է Դանկվերտը Ռոսիյսկայա գազետային տված հարցազրույցում։ Մարտահրավերները տեղում են ու առարկայանում են։ Ազգային ժողովում այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մենք այսօր պետք է ստեղծենք երաշխիքներ, որ ընտրակաշարք բաժանող ուժերը չունեն որևէ շանս Հայաստանում որևէ քաղաքական ազդեցություն ունենալու, ասել է նա։ Փաշինյանն ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է նաև, որ ընդդիմությանը զրկելու է ազգային ժողով մտնելուց։ Հենց տորականատես եղա ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը եւ նշել. այս պահին ազգային ժողովում քննարկում է Երևանի թիմ նոր օրենքի նախագիծը, որը նախատեսում է կարևոր փոփոխություն։ Ավտովթարների մասնակիցները պարտավոր են 15 րոպեի ընթացքում մեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից եւ ամբողջությամբ ազատել ճանապարհը բացառությամբ այն դեպքերի, երբ վթարի հետևանքով կան մարմնական վնասվածքներ ստացած տուժածներ կամ մեքենան վնասված է այն աստիճանի, որ հնարավոր չէ տարհանել առանց քարշակի։ Ինչպես նաև 15 րոպեի ընթացքում ճանապարհի երթևեկելի հատվածը չազատելու պարագայում նախատեսվում է 30,000 դրամ տուգանք վթարի յուրաքանչյուր մասնակցի համար, նշել է Տիգրան Ավինյանը։ Հանրապետություն կուսակցություն նախմկահարույց հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. Հանրապետություն կուսակցությունը գտնում է, որ հակակոռուպցիոն կոմիտեի արդարադատության նախարարությանը ներկայացրած դիմումի եւ դատական հայցերի հիմնավորման պարագայում պետք է լուծարել կաշառք բաժանած կուսակցությունները, իսկ առաջին 3 համարներին 10 տարով զրկել առաջադրվելու իրավունքից, այս մասին ասված է Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի տարածած հայտարարության մեջ։ Ակնհայտորեն ներքաղաքական գործընթացների վրա ազդելու մղումով Ռուսաստանի Դաշնությունը սահմանափակումներ է մտցրել Հայաստանի Հանրապետության ապրանքների նկատմամբ, ինչը փակուղ առաջ է կանգնեցրել Հայաստանի Հանրապետության արտադրողներին անհրաժեշտ պայն աջակցության ձեռք են մեկնել ԵՄ երկրները։ Ստեղծված իրավիճակի ամբողջական լուծման միակ հնարավոր տարբերակը հապկից եւ ԵԱՏՄ-ից դուրս գալն ու խոր եւ համապարփակ առևտրի, ինչպես նաեւ ասոցիացման համաձայնագրերը ԵՄ-ի հետ ստորագրելն է։ Դա է նաեւ հանրության գերակշիռ ցանկությունը, որ մենք ձևակերպել ենք, հետեւաբար մեր հայտարարությունը բաց է քաղաքական այլ ուժերի միանալու համար եւ կարող է ընդունվել որպես հանրային պահանջ, ասված է հայտարարության մեջ։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Անի Դանիելյանի նախագահությամբ մեկնարկել է գեներալ լեյտենանտ Իրան Խաչատրյանի գործով նախնական դատալսումը։ Խաչատրյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը միջնորդություն է ներկայացրել նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, ըստ պաշտպանի խախտվել են քրեական հետապնդման ժամկետները։ Դիլիջան ազգային պարկի ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ։ Ինչպես հայտնել է շրջակա միջավայրի նախարարությունը, այս ամենը եւս մեկ քայլ է կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ եւ վկայում է վայրի կենդանիների պոպուլյացիայի վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության մասին։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն այսօրվա փակնիստում քննարկել է նաև այն բեռնատարների վարորդների հարցը, որոնք 2025 թվականին Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության փոփոխություններից հետո խախտել են երկրում գտնվելու 90-օրյա ժամկետը եւ հայտնվել մուտքի արգելքի տակ։ Այս մասին հայտնել է Ազատությունը։ Քննարկման արդյունքում որոշվել է, որ այն վարորդների նկատմամբ, որոնց մուտքի արգելքը սահմանվել է ոստիկանության որոշմամբ, կարող է հանվել, եթե նրանք ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը եւ հիմնավորեն, որ զբաղվում են միջազգային բեռնափոխադրումներով։ Այդ դեպքում նրանց կրկին կթույլատրվի մուտք գործել Ռուսաստան եւ իրականացնել բեռնափոխադրումներ։ Այսօր Փարիզում հանդիպել եմ Ֆրանսիայի զինված ուժերի եւ վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ։ Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Կատրին Վոտրենը շնորհավորեց խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ բարձրեն գնահատել Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընթացքը, կարևորելով ձևավորված արդյունավետ գործընկերության հետագա ամրապնդումն ու զարգացումը։ Զրույցի ընթացքում անդրադարձանք երկկողմ եւ բազմակողմ ձևաչափերով համագործակցության ընթացքին, զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության առնչվող մի շարք հարցերի, նշել է Պապիկյանը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական հրավեր չի ստացել մասնակցելու G7 գագաթնաժողովին։ Նա այսպես է արձագանքել տեղեկություններին, ըստ որոնց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջարկել էր Պուտինին հանդիպել Ֆրանսիայում անցկացվող գագաթնաժողովի շրջանակում։ Պեսկովի խոսքով ռուսական կողմը նման հրավեր պաշտոնական ուղիներով չի ստացել։ Իսպանիայի Փայս թերթի փոխանցմամբ Եվրամիությունում շատերը դժգոհ են Կայա Կալասի որպես ԵՄ դիվանագիտական ղեկավարի աշխատանքից։ Ոմանք էլ նրան համարում են չափազանց կենտրոնացած Ռուսաստանի վրա։ Ըստ թերթի որոշ դիվանագետներ կատակում են, որ ԵՄ ինստիտուտները գնալով ավելի են նմանվում գահերի խաղին։ Հրատարակությունը նշում է Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ Կալա Կայասի միջև մրցակցությունն ավելի է սրվել։ Թերթի գնահատմամբ այս հակասությունները կապված են եվրոպական արտաքին քաղաքականության վերահսկողության համար ավելի խոր ինստիտուցիոնալ պայքարի հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնն եւ Վոլոդիմիր Զելենսկին Ֆրանսիայում G7 գագաթնաժողովի շրջանակներում եռակողմ հանդիպում են անցկացրել։ Հայտնի չեն բանակցությունների մանրամասները եւ դրանց արդյունքները, հայտնի է միայն, որ քննարկման առանցքում եղել է ուկրաինական կարգավորումը։ Հանդիպման բովանդակության մասին պաշտոնական հայտարարություններ դեռ չեն հրապարակվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի տարածքում գտնվող ենթակառուցվածքային օբյեկտների ուղղությամբ նոր հարվածների մասին։ Գերատեսչության տվյալներով թիրախում են եղել էներգետիկ եւ տրանսպորտային ենթակառուցվածքները, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար։ Հարվածներն հասցվել նաեւ հեռահարանոթաչու սարքերի պահպանման, հավաքման եւ գործարկման վայրերին։ ՌԴՊՆ-ի փոխանցմամբ թիրախավորվել են նաեւ ուկրաինական զինված կազմավորումների եւ օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, ԱՄՆ-ի հետ համատեղ գործողությունների արդյունքում հաջողվել է կանխել Իրանի կողմից միջուկային սպառնալիքը։ Նրա խոսքով իրականացվել է Իսրայելի պատմության ամենախոշոր հարձակողական օդային գործողությունը։ Թիրախավորվել են միջուկային ծրագրի հետ կապված օբյեկտները, ռազմական ենթակառուցվածքները եւ հրթիռային կարողությունները։ Նեթանյահուն պնդել է, Իրանը արագացրել էր իր միջուկային ծրագրի զարգացումը, սակայն այդ գործընթացը կանգնեցվել է։ Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Pitch Black 2026 միջազգային օդային զորավարժությունների անցկացման մասին։ Զորավարժությունները կանցկացվեն հուլիսի 20-ից օգոստոսի 7-ը, դրանց կմասնակցեն 19 երկրների զինված ուժեր եւ ավելի քան 100 ինքնաթիռ։ Մասնակիցների թվում են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Կանադան, Հնդկաստանը եւ մի շարք այլ երկրներ։ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, Զելենսկին կարող է ցանկացած պահի ժամանել Մոսկվա։ Նրա խոսքով դա հնարավոր կլինի, եթե Կիևը պատրաստ լինի լուրջ եւ պատասխանատու բանակցությունների։ Պեսկովը նշել է, ռուսական կողմի դիրքորոշումը վաղուց հայտնի է ուկրաինական իշխանություններին։ Թրամփը հայտնել է G7 գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Զելենսկու հետ։ Նրա խոսքով հանդիպումը հաջող է անցել։ Թրամփը նաև հայտարարել է կրկին կհանդիպի Զելենսկու հետ հունիսի 16-ին։ Այս մասին նա ասել է Կատարի Էմիրի հետ հանդիպման ժամանակ։ Ամերիկացի առաջնորդը նշել է, առաջին հանդիպումը շատ ավելի լավ է անցել։ Նա ընդգծել է, շփումները շարունակվելու են։ Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցություններում կարևոր է առաջընթաց գրանցել մինչև հաջորդ ձմռան սկիզբը։ Նրա խոսքով նախորդ ձմեռը չափազանց ծանր էր Ուկրաինայի համար։ Զելենսկին նշել է, Կիևը չի ցանկանում կրկին հայտնվել նույն իրավիճակում։ Նա նաև հայտնել է պատրաստ էր հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ Ժնևում։ Հնարավոր բանակցությունների վայրերի թվում Զելենսկին նշել է Շվեյցարիան, Թուրքիան, ԱՄՆ-ն եւ Մերձավոր Արևելքի երկրները։ G7-ի առաջնորդները հատուկ նիստ են անցկացնում Ուկրաինային վերաբերող հարցերի շուրջ։ Նիստին մասնակցում է նաև Վոլոդիմիր Զելենսկին։ Քննարկումների հիմնական նպատակն է համակարգել դաշնակիցների գործողությունները եւ Կիևին ցուցաբերվող աջակցությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում խաղաղության գործընթացի հնարավորություններին եւ հետագա քայլերին։ Մասնակիցները շեշտում են միասնական մոտեցման անհրաժեշտությունը եւ ընդհանուր դիրքորոշման պահպանման կարեւորությունը։ Արարատցեմենտ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող ոսկեբանալի առողջարանի ձեռբերման գործընթացում եւս հայտնաբերվել են մի շարք խախտումներ, հայց է ներկայացվել դատարան, այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից։ Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով ուղերձում ասված է. Ցանկանում եմ ձեզ հղել Իտալիայի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ ջերմագույն շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնում ձեր վերընտրվելու կապակցությամբ։ Հայ ժողովրդի քրվեն արդեն երրորդ անգամ արժևորում է ձեր առաջնորդությունը եւ ճանաչում այն խիզախությունը, որով դուք դիմակայել եք բացառիկ բարդության մարտահրավերներին։ Իտալիան հետևում է Հայաստանի Եվրոպայի հետ հարաբերությունների ամրապնդման գործընթացին եւ հաստատակամորեն աջակցում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ասված է ուղերձում։ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն ամփոփել է Լյուքսեմբուրգում հունիսի 15-ին անցկացված Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքները, անդրադարձ կատարելով նաեւ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին։
Հայաստանում անցյալ շաբաթ տեղի ունեցած ընտրությունները հստակ ուղերձեցին հայ ժողովուրդը քվեարկեց խաղաղության, ինքնիշխանության եւ Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի օգտին։ Ռուսաստանի ուժեղ ճնշումը եւ տնտեսական հարկադրանքը չազդեցին քվեարկության վրա։ Նախարարները քննարկեցին, թե ինչպես կարող ենք հետագայում ամրապնդել Հայաստանի դիմադրողականությունը եւ տնտեսական դիվերսիֆիկացիան, նշել է Կալասը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ երեքշաբթի օրը Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Բաքվի եւ Երևանի միջև ընթացող խաղաղության գործընթացը։ Մենք մանրամասն քննարկեցինք իրավիճակը Հարավային Կովկասում, քննարկեցինք խաղաղության գործընթացը, որը տեղի է ունենում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև։ Սա տարածաշրջանում խաղաղության հաստատման համար շատ կարևոր գործոն է։ Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ֆիդանը։ Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով 11 սանտիմետր ընդամենը 15 օրում։ Այս մասին հայտնել է հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարել է օտարերկրյա ավիաընկերությունների համար սահմանափակ սպասարկման վերսկսման մասին։ Չվերթները վերաբացում են Մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի T4 տերմինալով։ Որոշումը վերաբերում է Պարսիցծոցի ավիաընկերություններին, ինչպես նաև արաբական եւ միջազգային փոխադրողներին։ Չվացուցակները համակարգվելու են Քուվեյթի ավիացիոն իշխանությունների հետ համագործակցությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Իրանի հետ համաձայնագիրը հունիսի 19-ին Եվրոպայում կստորագրի փոխնախագահ Վենսը։ Նա միաժամանակ չի բացառել սեփական մասնակցությունը արարողությանը։ Թրամփը նշել է, որ իր ներկայությունը կախված կլինի իրավիճակից եւ ծրագրերից։ Նա նաև հայտնել է, փաստաթղթի տեքստը շուտով կհրապարակվի, ստորագրման վայրը դիտարկում է Շվեյցարիան Ժնևի ձևաչափով բանակցությունների շրջանակում։ ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտարարել է, Իրանը չի ստանա որևէ ֆինանսական փոխհատուցում Վաշինգտոնից։ Նրա խոսքով համաձայնագիրը չի նախատեսում ԱՄՆ-ի կողմից ուղիղ ֆինանսավորում։ Նա ընդգծել է, հնարավոր են միայն երրորդ երկրներ ներդրումներ Իրանում։ Վենսը նշել է, Իրանը պետք է ինտեգրվի համաշխարհային տնտեսությանը։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է վերջին օրերին Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի եւ վիրավորների աճի մասին։ Վերջին 24 ժամում զոհվել է առնվազն 15 մարդ, այդ թվում 2 կին։ Վիրավորների թիվը հասել է 82-ի, որոնք տեղափոխվել են հիվանդանոցներ։ Մարտի 2-ից սկսված էսկալացիայից ի վեր զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3798 մարդ, վիրավորների ընդհանուր թիվը հասել է 11781-ի։ Պոլիտիկոյի տվյալներով Եվրոպայի դաշնակիցները փորձում են խուսափել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բացահակասություններից G7 գագաթնաժողովում։ Պատճառը Իրանի հետ կապված գործընթացների ֆոնին Ուկրաինայի թեմայի երկրորդ պլան մղվելն է։ Եվրոպացի պաշտոնյաները մտահոգ են, ԱՄՆ-ն կարող է վերադառնալ Ուկրաինայի խաղաղության գործընթացի վերահսկմանը։ Նրանք նաև մտավախություն ունեն Ռուսաստանի նկատմամբ ճնշման նվազման վերաբերյալ։ Եվրամիությունը միաժամանակ պատրաստում է պատժամիջոցների գնոր 21-րդ փաթեթը, սակայն նշվում է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը կարող է մնալ ավելի մեղմ։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հրաժարվել է երկարացնել իր մասնակցությունը G7 գագաթնաժողովում։ Ըստ հաղորդումների նրան սպասում են Բրյուսելում Եվրամիության ինտեգրման հարցերով քննարկումների համար։ Մակրոնը հետաքրքրվել է հնարավոր հանդիպմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն ուկրաինական կողմը հայտնել է նման առանձին հանդիպում չի նախատեսվում։ Սպիտակ տունը նշել է, ոչ պաշտոնական երկկողմ բանակցություններ չեն ծրագրված։ Միաժամանակ չի բացառվում ոչ պաշտոնական շփում գագաթնաժողովի ընթացքում։ Morgan Stanley եւ Goldman Sachs-ը վերանայել են նավթի գների կանխատեսումները։ Brent տեսակի նավթի միջին գինը 2026-ի համար գնահատվում է մոտ $80, նախկինի 90-ի փոխարեն։ Վերլուծաբանները նշել են առաջարկի աճի եւ մատակարարումների վերականգնման ազդեցությունը։ Հորմուզի նեղուցի վերաբացումը նույնպես դիտարկում է որպես գների նվազեցման գործոն։ Goldman Sachs-ը կանխատեսում է տարածաշրջանի արտահանման արագ վերականգնում, արդյունքում շուկան կարող է աստիճանաբար կայունանալ։ Եղանակը առաջիկա օրերին հունիսի 17-ի կեսօրից հետո 18-ից 21-ի գիշերը եւ առավելապես երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 17-ից 20 աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով։ Երևանում հունիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 18-ից 21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։